Քրիստոսի կամքի բացակայությունը քո քրիստոնեական կյանքի հիմքերը երերուն կդարձնեն։ Մի բան, որ քո քրիստոնեական կյանքում կառուցել ես եւ դրա հիմքում չի ընկել Աստծո կամքը, դա կլինի քո ամուսնությունն, ծառայությունն, ընկերությունն, քո բիզնեսն, քո հեղինակությունն, այն ամենը, ինչը կառուցված չէ Քրիստոսի կամքի վրա, հիմքի վրա, վերջո քամիները դրանք պարտադիր կփորձեն, պարտադիր քամիները կփորձեն։ Հիմա լսիր հետևյալը, երբ գալիս են քամիները, այն ամենը ինչը կառուցված է նրա խոսքի վրա, դա նույնն է նրա կամքի վրա, դրանք կմնան կայուն։ Մնացած ամեն ինչ, որ թվարկեցի, անպայման կփլվի, եւ Քրիստոս պատասխանատու չի այդ փլուզմանը։ Գիտես ինչու, որովհետեւ դա կյանք էր, որը չէր հիմնված նրա կամքի վրա։ Թողա քո կամքը, լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Քրիստոսի կամքի բացակայությունը քո կյանքը կդարձնի փխրուն եւ այն ամեն ինչ որ կկառուցես առանց նրա կամքի հետո փշրվելու է, հետո քանդվելու է, որովհետեւ անպայման քամիները վերջի վերջո կբացահայտեն դրանք։